Վարչապետ Ծառուկյանը չի ուզում։ Ծառուկյան վարչապետ։ Ես, Ժորժան, խոսք եմ տվել, ասենք թե հիմնական կարայի, ասեի, որ իմ կուսակցության վարչապետը ես եմ, իմ արածով, ասենք թե արել եմ, ստեղծել եմ, կայացել եմ, ես օղուջերի մարդ եմ, բայց որ ավելի պակաս խոսակցներ չլինի, ասի Ծառուկյանը վարչապետ լինելու համար եկեն գելա գյուղ, որ ձեն վեգալի վարչապետ դառնա։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրազդանում հերթական անգամ հայտարարեց վարչապետի պաշտոնին չհավաքնելու մասին։ Միաժամանակ, սակայն Ծառուկյանը տևական ժամանակ է չի գաղտնազերծում այդ դեպքում ով է վարչապետի իրենց իրական թեկնածուն, թեև հավաստիացնում են, որ մեկից ավելի վարչապետացուներ ունեն։ 4 հոգի թեկնածու կա, որոնք համ փորձ ունեն, համ պատրաստական են, համ կապեր ունեն, համ արդյունք են ցույց տվել։ 4-ին էլ լիարժեք կներկայացնեմ, եթե հաջողությունը տրվեց այդ որոշելու։ Ժողովուրդ իր գնահատականը կտա։ Համաձայնվեք, մի քիչ անհարմար բան է ստացվում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում ուզում են, որ ժողովուրդը գնահատական տա այն մարդկանց, որոնց անունները դեռ չգիտի։ Քաղաքական Netflix-ի հայկական տարբերակն է թեկնածուները շուտով։ Ռադար Արմենիան փորձեց հասկանալ արդյոք այդ գաղտնի քառյակից մեկը հենց ցուցակում եղած քաղաքական ծանրաքաշայիններից է։ Առաջինը խոսեցինք Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի հետ, որը Բարգավաճ Հայաստանի ցուցակում երկրորդ հորիզոնականում է Ծառուկյանից հետո։ Այդ թեմայով չենք խոսել, քննարկում չենք իրականացրել դա։ Թևանյանին հարցրեցինք, հնարավոր է Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին հետո ձայն տան, առավել եւս երբ իշխանական մի շարք գործիչներ եւս պնդում են, որ ընդդիմության իրական թեկնածուն երկրորդ նախագահն է։ Արհեստական ու կեղծ հարցադրումներ եք անում, եթեներով հարցերի անիմաստ չի անդրադառնալ։ Մենք գնում ենք ինքներս ամենաշատ ձայները վերցնելու ճանապարհով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցին հարցրինք. միգուցե ինքն է վարչապետի 4 թեկնածուներից մեկը։ Այդ կոնտեքստում հարցը մի քննարկեք, այդպես բան չի կարա լինի։ Մենք քննարկումների մեջ ենք այսօր վաղհստակություն կլինի այդ հարցերում, կասենք ձեզ։ Իսկ այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը, ով Բարգավաճ Հայաստանի նախընտրական ցուցակում զբաղեցնում է 10-րդ տեղը, որոշեց քաղաքական դիվանագիտությունը երկար չձգել։ Հարցին ինքն է վարչապետի թեկնածուն կարճ պատասխանեց. Իհարկե ոչ։ Բայց ամենահետաքրքիր տարբերակը ներկայացրեց քաղաքագետ Էդգար Առաքելյանը, որ վարչապետի հնարավոր թեկնածուների թեման տարավ մինչև Բելարուսի նախագահ։ Ես վախենում եմ, որ Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուն Լուկաշենկոն է։ Դրա մեջ նաև ինչ-որ ճշմարտություն կա, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ոնց է ինքը պաշտպանում Ադրբեջանի նախագահի ընկերոջ։ Քաղաքագետը հիշեցրեց Բելարուսի նախագահի հայտարարություններն ու կապերը Ադրբեջանի հետ։ Հետո արդեն ավելի լուրջ տոնով հավելեց. խնդիրը ոչ թե անուններն են, այլ այն, թե իրականում որտեղից են կառավարվում քաղաքական որոշումները։ Հաշվի առնելով, թե այդ մարդիկ ում կողմից են կառավարվում, իրանք կարան ֆորմալ վարչապետի թեկնածուներ առաջարկեն, հա, բայց իրականում իրանք կառավարում են կոնկրետ տեղերից, հաշվի առնելով կոնկրետ հանգամանքներ։ Այնպես որ իմ ասացին էլ չէ, կիսա սարկաստիկ էր, բայց ճշմարտության հատիկ էր կա։ Ու մինչ այս քաղաքական ուժը շարունակում է գաղտնի փաթեթով պահել իրենց ապագա վարչապետերին, ընտրողը մնում է նույն հարցի առաջ. եթե թեկնածուն այդքան ուժեղ է, ինչու են անունը պահում սեյֆում։ Եվ բացի այդ, ինչու են համառորեն հրաժարվում ասել, որ կարող են ձայն տալ օրինակ Ռոբերտ Քոչարյանին։ Ի վերջո այդ մարդը ինչ վատություն է արել նույն Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, եթե չասենք, որ ընդհակառակը եղել է ժամանակ, երբ ըստ տարբեր քաղաքական գնահատականների աջակցել է։ Նարնե Ղուկասյան, Ռադար Արմենիա։